Սիրելի ալավերցիներ, ողջունում եմ ձեզ, սիրելի լոռեցիներ, ողջունում եմ ձեզ։ Ալավերդի ժողովուրդը մեզ բնության պես պարզ, բնության պես մաքուր, բայց բնության պես մեկ-մեկ սուր հատվածներով, ժայռերով բնավորության տեր է։ Եվ այստեղ համ կա բարություն, բայց համ էլ ուրիշ բաներ կա բացի բարությունից։ Դե ժողովուրդը շատ է դա ցույց տվել։ Ալավերդին վերջ 8 տարվա ընթացքում փոխվել է։ Եկեք նայեք, թե ինչն է փոխվել այստեղ։ Ժամանակին Հայաստանի ամենամեծ ընկերություններից մեկը գործում էր Ալավերդին։ Բոլորս գիտեինք, որ այստեղ է Հայաստանի հիմնական ձուլարանը։ Պատմականորեն էլ կողքի հունական համայնքները հաշվի առած, ալավերցիներին հաշվի առած, բոլորը աշխատում էին ձուլարանի հանքերի վրա։ 8 տարվա մեջ Ալավերդին կորցրեց իր տնտեսական ամենամեծ միավորը, ձուլարանը։ Հարյուրավոր մարդիկ աշխատանքը կորցրեցին։ Դրանից հետո եկավ ուրիշ շրջան, երբ մենք տեսանք, որ տարածաշրջանում այլ հարևան երկիրը սկսեց հողեր վերցնել դելիմիտացիայի անվան տակ։ Եվ ժամանակի ընթացքում մենք նկատեցինք, որ հակառակորդը Ալավերդից արդեն 10-15 կիլոմետր հեռավորության վրա է։ Լոռին համարյա սահմանամերձ է արդեն այս իրենց կատարած դելիմիտացիայի արդյունքում ժողովուրդ։ Այսպիսի բան 8 տարվա ընթացքում ես պատմեմ ինչ է տեղի ունեցել այստեղ։ Ալավերդում չի վերանորոգվել վերջի ժամանակները։ Այգին անցած տարի այցելեցինք եւ մենք ցանկացանք բարեգործական Տաշի բարեգործականը, որ վերանորոգի, դրանից հետո արագ համայնքապետարանը սկսեց, լավա գոնե եթե ասեցինք, որ սկսեին։ Ճոպանուղին չի գործում։ Քաղաքը աղքատության առումով Հայաստանում 8 տարվա մեջ ամենաբարձր աղքատության աճն է ունեցել։ Լավ, ինչը պետք է ստիպի Ալավերդուն գնալ ու քվեարկել նույն մարդկանց օգտին, ովքեր տասնամյակներ, համարյա կես հարյուրամյակ գործող ձուլարանը փակեցին, ովքեր սահմանը մոտեցրեցին Լոռվան, Լոռին սահմանամերձ, պատկերացնում եք 10 կիլոմետր հեռավորությունը, ովքեր ընտրված ղեկավարների սպեսնազով գալիս մտնում հանում էին, ինչը պետք է ստիպի մարդկանց ընտրել այս մարդուն։ Երկու հատ բարձրն ու բրուշատն են ժողովուրդ։ Մեր երկրի տեսլականը քաղաքի համար է սա, պետքա Ալավերդին պետի աշխատավոր մարդու քաղաք է, պետքա գործարան լինի այս քաղաքում։ Գյուղերը կողքի ամենալավ կլիմայով գյուղերն են, այստեղ շատ լայն սպեկտրով բան է աճում, պետքա ունենա նորմալ մթերում։ Ալավերդին առանց գործարանի անհնար է պատկերացնել։ Հիշեք խոսքս, մենք երկու ճանապարհ ունենք, կամ փոփոխություն ենք բերում եւ 3-4 տարի աշխատելուց հետո այստեղ բացվելու է գործարան, որը ժողովրդին աշխատատեղ է ապահովելու, կամ եթե փոփոխություն չենք բերում, մենք տարածաշրջանը դառնալու է Աշոտսկի Ամասիայի նման լքվող տարածաշրջան, որտեղ գործի տեղ բացի պետականից չկա, բարձուրն էլ լինի, բրուշատկեն էլ լինի, գործի տեղ չկա, տնտեսական միավոր չկա, հաղթված սանահին։ Եկեղեցու դեմ արշավից հետո տուրիստական ուղղությունները եկեղեցապատկան տարածքների վրա դադարում են։ Անգամ տուրիստական հոսքը դժվար են ապահովում։ Ճոպանուղին քաղաքի մեջի թեթև գործ է ժողովուրդ։ Երկրի համար էսի գործ չի։ Էդ էլ չեն ապահովում։ Ինչը պետք է ստիպի Ալավերդուն։ Ես չեմ հասկանում։ Երբ ասում են, որ ԿՊ ցուցակով կա մարդ, ով Ալավերդուց է։ Այո, կա մարդ, կարողացել է փրկի քաղաքի տնտեսական միավորը, այդ է արդյունքը։ Կարող է հարգալից լինի մարդկանց հետ, բոլորը պետք է հարգալից լինեն, բայց կարողացել է փրկի։ Իսկ մենք ասում ենք, մեր ցուցակում առաջի 35 համարի մեջ, պատմականորեն առաջի անգամ Ալավերդու համար մենք 2 ալավերդցի ենք ունենալու տարածաշրջանից մարդ։
պարոն Նալբանդյանը և պարոն Թամազյանը։ Այսպիսի բան երբեք չի եղել քաղաքի համար։ Երբ որ 1 տարի, 2 տարի հետո շիներապարակը չտեսնեք նոր գործարանի, դիմում եք իրանց, ասում եք էս ինչ եղավ։ Բայց վստահ եղեք տեսնելու եք։ Վստահ եղեք տարածաշրջանը զարգանալու է, որովհետև մենք ուրիշ այլընտրանք չունենք, որովհետև ամենագեղեցիկ հատվածներից մեկն է Հայաստանի, որ ուղղակի արյունը ծառում է նայում այս գեղեցկությանը։ Այս տուրիստական գեղեցկությանը, նաև այս պոտենցիալին ինժեներական, որը քաղաքը ունեցել է։ Մենք հարևան երկրի հետ հարաբերությունների մեջ ալավերդուց դուրս գանք ընդհանուր հայկական օրակարգի։ Ունենք մի հատ խնդիր։ Մեր երկիրը գնում է խաղաղության պայմանագրի։ Խաղաղությունը լինելու է վաղ ժողովուրդ։ Ես ձեզ վստահեցնում խաղաղություն արդեն, որովհետև ինչ կար տվել այս մարդը։ Խաղաղություն կարար բերել 18-ին էլ, 19-ին էլ, 20-ին էլ, 22-ին էլ։ Բայց ամեն ինչ կորցնելուց հետո բերեց խաղաղությունը։ Բայց խաղաղությունը երկու մասի է բաժանվում։ Ամուր խաղաղություն և թույլ խաղաղություն։ Թույլ խաղաղությունը դա մի խաղաղություն է, որի արդյունքում դուռը բացվելու Հայաստան գալու հարևան երկրի ժողովրդին, ադրբեջանցիներին։ Ուժեղ խաղաղությունը այն խաղաղությունն է, որ մեր երկրում որևէ այլ երկրի բնակիչ անկախ մեր ցանկությամբ չվերադառնա։ Ադրբեջանի նախագահը 2 ամիս առաջ հայտարարել է. բառացի ցիտում եմ, առաջ կարդում էի, հիմա անգիր հիշում եմ, որ Իլհամ Ալիևն ասել, որ մենք պետք է վերադառնանք մեր պապական հողեր, իբր իրանց պապական հողերն է, իրանց պապական հողերը Ալթայում ձի էին քշում, էլի։ Եվ պետք է վերադառնանք ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Թույլ խաղաղությունը, դա խաղաղություն է ստորագրում Փաշինյանը առանց երաշխավոր, դրանից հետո հիշեք խոսքս, Աստված չանի, չի լինելու տենց բան, բայց իրենք ուզենալու էին, դուրս էին գալու, ասելու էին կլինի 1000 հոգի գա ադրբեջանցի։ Այդ ժամանակ Փաշինյանը դուրս էր գալու, ասել էր ժողովուրդ, 1000 հոգու համար, մենք չենք վատացնելու մեր հարաբերությունները։ Անցնելու էր 1 տարի, գալու էին ասել էին կլինի 1000 հոգի էլ մյուս գողը գա, 2000 ընդեղ, 5000 ընդեղ։ Ու ժամանակի ընթացքում իրենք լցվելու էին Հայաստան, ոնց որ Նախիջևանը մարսեցին գնաց։ Ինչա պետք անել։ Ամուր խաղաղությունը էդի Հայաստանում ապրում են հայերը, Ադրբեջանում ապրում են ադրբեջանցիները։ Հայաստանը տնտեսապես զարգանում է, քաղաքների զավոթները գործաներ չենք դնում փակում, որ ժողովուրդը ստիպված լինի լքի կամ աղքատության մեջ ապրի։ Քաղաքներում գործարաններ են լինում, որի արդյունքում մարդիկ ապրում են իրենց տան շեմին էլ գումար են վաստակում։ Լավ են ապրում մեր ժողովուրդը, տուրիստներ են գալի, շարժ ապահովում, քաղաքում շարժ ապահովում։ Այսօր քայլում ենք Ալավերդիկ ասում են, մի քիչ շարժի խնդիր կա, թուլացել է, շարժ ապահովում։ Դա ուժեղ երկիրն է, տնտեսապես ակտիվ երկիրը։ Եվ երկրորդը հայեր ապրեն, մեր հայրենիքն է, մենք իրավունք ունենք այստեղ, ապրենք ու մենք որոշենք թե ով է գալու։ Այս երկիրը հայերը ապրելու են այստեղ, ադրբեջանցիները այնտեղ։ Եվ դա մենք անելու ենք, որտեղ մենք այլընտրանք չունենք, որտեղ մենք ինչ կա, իրենց զիջելով տվել ենք, էլ տալու բան չկա։ Ու ես ուզում եմ, որ իրար հետ էտի անենք ժողովուրդ։ Խնդրում եմ բոլորը պահի պատասխանատվությունը հասկանանք ու շրջապատի հետ խոսանք։ Ով հնարավորություն ունի, ով մարդիկ կան, ով ձեր կարծիքը լսում է, պատմեք նրանց, ցանկալի է, որ բոլորը գնան ընտրության։ Եթե մենք չենք գնում ընտրության, մեր ձայնը գնում է Փաշինյանին։ Գնաց Փաշինյանին, մի 5 տարի մենակ ասֆալտը բարձր անելու ու դռները բացելու Հայաստանի սկսելու են գալ։ Աղքատությունը նույնն է մնալու, ուղղակի մեր երկրի մեջ նոր վտանգ է առաջանալու։ Գնացեք ընտրության ու խնդրում եմ ձեր շրջապատի բոլոր մարդկանց ասեք, ով չի գնում ընտրության, Փաշինյանին է ձենը գնում։ Գնացեք ընտրության, որ գնան։
Շնորհակալ եմ բոլորիցը, լավ ընդունելության, ջերմ ընդունելության համար։ Բոլորից մեծ հաղթանակ, իմացեք, մեր դիմացի կողմը թույլ է, որովհետև ինքը սխալ կողմում է։ Իմացեք, ինքը ամեն օր տարբեր բաներից է խոսում, պետության զարգացումից չի խոսում, որովհետև իր դիրքը թույլ է։ Մենք ճիշտի կողմից ենք, դրա համար միշտ խոսում ենք կոնկրետ բաներից։ Այսօր էլ ես ձեզ ներկայացրեցի տնտեսական եւ ամենտագային կոնկրետ բաները։ Գնանք առաջ, պայքարենք ու մեր ուժեղ երկիրը, մեր ուժեղ ժողովրդին ապահովենք այն երկիրը, որին արժանի ենք մենք։ Բոլորս իրար հետ։ Շնորհակալ եմ բոլորիդ։